Եկեք ավտոմատացնենք ամեն ինչ Cloud Code-ի սկիլերի միջոցով։ Այո, չեմ չափազանցնում, ամեն ինչ։ Այս տեսանյութով սկսում ենք մի նոր շարք, որտեղ խոսելու ենք ավտոմատացումների մասին, եւ ես պրակտիկորեն ցույց եմ տալու, թե որտեղ հատկապես դա քեզ կարող է պետք գալ։ Օրինակ, հաստատ բոլորս կյանքի ինչ-որ մի փուլում կարիք ունեցել ենք պատրաստելու պրեզենտացիա։ Գնացել ենք, նյութ ենք մանեկել, ինչ-որ դիզայներական աշխատանքներ ենք արել, կառուցել ենք ինչ-որ գծապատկերներ, հետո ամեն ինչ հավաքագրել ենք, բավականաչափ տանջվել ենք վերջնական արդյունքն ունենալու համար։ Հիմա ասում եմ լավ նորությունը։ Այլևս այդքան տանջվել պետք չի։ Cloud Code-ը կանի այս ամեն ինչը մեր փոխարեն։ Մի քանի վայրկյանվա ընթացքում։ Հիմա պատրաստում ենք նյութ Հայաստանում վերջին ժամանակներին ամենապահանջված մասնագիտությունների մասին։ Գնացինք։ Մի բան մոռացա ասեմ։ Եթե մինչև այս պահը նայում ես վիդեոն, առաջարկում եմ բաժանորդագրվել, սեղմել զանգակի վրա ու դե ինչու ոչ նաև լայքել այս վիդեոն։ Ես աշխատում եմ կուրսորով, որտեղ բերել եմ եւ արդեն տեղադրել եմ Cloud Code-ի բոլոր սկիլերը։ Կարող ենք տեսնել աջ հատվածում, այստեղ ունենք PDF-ի համար սկիլեր, ունենք PowerPoint պատրաստող սկիլեր, ունենք Excel-ի ցանկացած դոկումենտի հետ աշխատող սկիլեր։ Այսօր մենք կօգտագործենք PDF-ի ավտոմատացման սկիլը։ Գնացինք։ Իսկ թե ինչպես ձեռք բերել այս բոլոր սկիլերը, գրեք ինձ, ես ձեզ կուղարկեմ GitHub-ի լինքը, որտեղից կկարողանաք քաշել համապատասխան սկիլերը։ Հիմա ուղղակի մարդկային լեզվով ամենապարզ ձևով ասում ենք, թե ինչ ենք ցանկանում պատրաստել։ Ես արդեն գրել եմ համապատասխան prompt-ը, ցանկանում եմ ստեղծել PDF, որտեղ կլինեն Հայաստանի ամենապահանջված top մասնագիտությունները վերջին տարիների ընթացքում։ Խնդրել եմ, որպեսզի դնի վերնագիր, սարքի համապարփակ, bullet point-ներով առանձնացված գեղեցիկ հաշվետվություն ինձ համար։ Պասենք։ Մինչև ինքը իմ փոխարեն աշխատում է, ես ձեզ ասեմ, որ ամեն շաբաթ ունենալու ենք մի նոր ավտոմատացում եւ միգուցե հենց այդ մյուս ավտոմատացումն է փրկելու ձեզ, որպեսզի դուք ամբողջ օրը չնստեք եւ չաշխատեք, այլ ուղղակի վայելեք, թե ինչպես է ուրիշը ձեր փոխարեն աշխատում։ Ահա եւ ֆայլը պատրաստ է։ Գնանք տեսնենք, թե ինչ է պատրաստել։ Խնդրեմ, իմ հաշվետվությունը պատրաստ է։ Ես ունեմ մանրամասն տեղեկատվություն Հայաստանում պահանջված մասնագիտությունների մասին գեղեցիկ ձևով գրված։ Ունեմ պատրաստված չարթեր, ունեմ դրանց մասին մեկնաբանություններ, օրինակ վերջին շրջանում ամենապահանջված մասնագիտությունները եղել են IT եւ software development-ի հետ կապված մասնագիտությունները։ Հաջորդը data and AI։ Եվ այսպես կարող ենք շարունակությունը նայել։ Բայց հիմա մի հատ խնդիր։ Միգուցե ինձ դուր չի գալիս տեսքը, որը ես ունեմ, որը իմ համար պատրաստել է, ու ես մեկ այլ հաշվետվություն էի տեսել, որի տեսքը ինձ ավելի էր դուր գալիս, եւ ես ուզում եմ սա օգտագործել այստեղ։ Հիմա տեսնենք, թե դա ինչպես կարող ենք անել։ Ես այստեղ գտել եմ մի հաշվետվություն McKinsey-ի կողմից պատրաստված, որի տեսքը ինձ դուր գալիս է, ես ցանկանում եմ դա օգտագործել։ Հենց կօգտագործեմ իրենց կայքի հղումը, ու այստեղ մի հատ գաղտնիք բացեմ։ Գոյություն ունի այս կայքը հրաշալի, որտեղ ես կարող եմ պարզապես տալ հղումը եւ ինքը ամբողջ ֆորմատինգը ինձ կվերադարձնի JSON ֆայլով, որի ես հետագայում կկարողանամ օգտագործել իմ մնացած հաշվետվությունները պատրաստելիս։ Պարզապես օգտագործում ենք հղումը եւ սեղմում վրան։ Այստեղից ընտրում ենք, որ ինձ համար առանձնացնի branding-ը։ Start scraping։ Պատրաստ է, ինձ վերադարձրեց բոլոր գույները, որոնք որ օգտագործվել են, բաթնների տեսակները, տառատեսակները եւ ամեն ինչ, ու հիմա ես կխնդրեմ, որ ինքը JSON ֆայլով ինձ տա, որպեսզի ես կարողանամ օգտագործել։ Կիչնեմ ներքև եւ պարզապես copy կանեմ այս ֆայլը։ Հիմա գալիս ենք նորից կուրսորի հատված եւ այստեղ խնդրում ենք, որպեսզի նա օգտագործի այս ֆորմատինգը։ Ասում ենք, որ իր պատրաստած հաշվետվությունը այդքան գեղեցիկ չէ եւ խնդրում ենք նորը պատրաստել մեզ համար։ Տեսնենք հիմա ինչ կանի։ Այստեղ հստակ երևում են քայլերի հաջորդականությունը, որը որ ինքը օգտագործում է report-ը պատրաստելու համար, երևում են գույները, երևում է ամբողջական կոդը, որը մենք պետք է նստեինք գրեինք, բայց իրականում չենք անում։ Առաջանում են նույնիսկ error-ներ, որոնք ինքը էլի ինքնուրույն լուծում է ու շարունակում է ստեղծել հաշվետվությունը։ Ահա եւ վերջ, գործողությունն ավարտված է։ Հիմա ստուգենք, թե ինչ արդյունք ունենք։ Խնդրեմ, արդեն ունենք ֆայլի փոփոխված տարբերակը այն դիզայնով, որը որ ես հենց ուզել էի, որպեսզի նա պատրաստեր։ Օգտագործվել է այն գույները, որոնք որ ես տվել էի։ Չարթերը արդեն ամբողջությամբ նույն գույների մեջ են, նույնը վերնագրերը, մի խոսքով, այն դիզայնով է, որը որ ես ցանկացել էի։ Բայց հիմա ավարտեցինք մեր գործը ու ամենավերջում հասկացանք, որ ես սա ամեն դեպքում ուզում էի, որ հայերեն լեզվով լիներ։ Ինձ այդքան էլ պետք չէր, որ անգլերենով լիներ այս հաշվետվությունը։ Հիմա խնդրենք, որպեսզի ես նույնը պատրաստի նաև հայերեն տարբերակով։ Այստեղ էլի վերադառնում եմ եւ խնդրում եմ, որպեսզի պահի ամեն ինչ, չարթերը պահի, վիզուալիզացիաները պահի, միայն լեզուն փոխի եւ սարքի հայերեն։
Քիչ մնաց շուտով հայերեն ֆայլը նույնպես պատրաստ կլինի։ Արդեն վերջին քայլերն են։ Ահա եւ պատրաստ է նաեւ հայերեն ֆայլը։ Գնանք տեսնելու։ Հայաստանում վերջին տարիներին ամենապահանջված մասնագիտությունները։ Պատրաստ է նաև հայերեն տարբերակը։ Դե ինչ, եթե քեզ դուր եկավ եւ կարող ես սա օգտագործել քո աշխատանքում, ապա շնորհավորում եմ։ Իսկ եթե այս ավտոմատացումը այդքան էլ քո գործի համար չէր, մի հուսահատվիր ու սպասիր հաջորդ շաբաթվա ավտոմատացումներին։ Միգուցե հաջորդը հենց վերաբերվի քո աշխատանքին։ Իսկ եթե սեղմես զանգակի վրա, դա կօգնի, որ հանկարծ բաց չթողնես։